Քաղաքական գործիչները որպես կանոն fake news-ի ակտիվ տարածողներ են։ Նրանք դա անում են ամենատարբեր նպատակներով, որպես քարոզչական հնարք կամ ընտրազանգվածին մոլորեցնելու եւ ապատեղեկացնելու միջոց։ Բայց լինում են դեպքեր, երբ գործիչները պարզապես չիմացության հետևանքով են սխալ ինֆորմացիա տարածում։ Եթե անգամ միտում չկա, սա եւս fake news է։ Փաստորենի այս թողարկմանը կանդրադառնանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս տարի արած երկու հայտարարություններին, որոնք պարունակում են սխալ տվյալներ, բայց ըստ էության չիմացության արդյունք են։ I want to mention also that Armenia has the world's largest Yazidi community. Այս պատասխանատու հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը արել է փետրվարին Վաշինգտոնում, միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, բայց իրոք աշխարհի եզդիական ամենամեծ համայնքը բնակվում է Հայաստանում։ Ներկայացնենք փաստերով։ 2022 թվականին անցկացված մարդահամարի պաշտոնական տվյալներով Հայաստանում բնակվում է 31079 եզդի։ Հայերից հետո եզդիները երկրորդ ամենամեծ էթնիկ խումբն են մեր երկրում, բայց դա չի նշանակում, թե աշխարհում ամենաշատ եզդիները հենց Հայաստանում են ապրում։ Մինչև 2014 թվականը, երբ իսլամական պետությունը հապեկչական խմբավորման կողմից սկսվեց եզդիների ցեղասպանությունը, տարբեր գնահատականներով միայն Իրաքում ապրում էր 500,000-ից 700,000 եզդի։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն իսլամական պետության հարձակումների եւ հանցագործությունների հետևանքով Իրաքի եզդիների 85%-ը տեղահանվել է, հազարավորները սպանվել։ Սակայն նույնիսկ այդ ողբերգական իրադարձություններից հետո Իրաքում եզդիների թիվը շարունակում է գերազանցել Հայաստանի եզդիական համայնքին։ Իրաքից շատ եզդիներ հեռացել են Գերմանիա։ Այդ երկրում եզդիների կենտրոնական խորհրդի փոխնախագահ Իրֆան Օրթաչը, որը ներկայում ղեկավարում է խորհուրդը, 2022 թվականին Գերմանիայի խորհրդարանին Բունդեսթագին մի գրություն է ուղարկել եզդիական համայնքի մասին։ Դրանում նա ասում է, որ Գերմանիայում ապրում է մոտավորապես 230,000 եզդի։ Դարեր տևած հալածանքներն ու ճնշումները գործնականում անհնար են դարձրել իրենց ծագման տարածաշրջանում ապրուստի միջոց ստեղծելը կամ քաղաքական եւ կրոնական ինքնաիրացումը։ Պետական պաշտպանության բացակայությունը հանգեցրել եւ շարունակում է հանգեցնել նրան, որ շատ եզդիներ փախել են Գերմանիա։ Ներկայումս Գերմանիայում բնակվում է շուրջ 230,000 եզդի, որոնցից մոտ 140,000-ը ունեն Գերմանիայի քաղաքացիություն։ Սինջար եզդիների ազգային միավորման ներկայացուցիչ Զենֆիրա Քալաշյանը եւս ասում է, որ Հայաստանի եզդիական համայնքը աշխարհում ամենամեծը չէ։ Երևի ձևակերպումը սխալ է եղել, իրականում միշտ նշվում է, որ Հայաստանում գոյություն ունեցող ազգային փոքրամասնություններից ամենամեծը եզդիական համայնքն է։ Գուցե ինչ-որ հարաբերակցություններ կա, այսինքն Հայաստանի բնակչության եւ ընդհանուր եզդիական համայնքի, բայց դա էլ անգամ որ համեմատենք, էլի չենք կարող այդպիսի հայտարարություններ անել։ Հայաստանցի եզդիներն ունեն ակտիվ համայնք։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ եզդիական սրբավայրեր են կառուցվել։ Փետրվարին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Հայաստանում գտնվում է եզդիական ամենամեծ տաճարը, ճիշտ է։ 2019-ին Ակնալիչ գյուղում բացված սրբավայրը ամենամեծ եզդիական տաճարն է աշխարհում, բայց այս փաստը Հայաստանի եզդիական համայնքը ոչ մի կերպ չի դարձնում աշխարհում ամենամեծը։ Եթե դիտարկենք տարբեր պայմանագրերի միանալու տեսանկյունից, երբ որ երկիրը միանում է տարբեր պայմանագրերի միջազգային, ըստ որի հանձնառնում ազգային փոքրամասնությունների համար որոշակի իրենց իրավունքների համար որոշակի գործողություններ իրականացնել, հետևաբար նաև երբեմն դրա համար որոշակի ֆինանսական աջակցություն ստանում, այստեղ եզդիական համայնքի դերը կարող է կարևոր լինել, որովհետև երբ որ մենք խոսում ենք, որ երկրում կա այս տեսակ համայնք, որը մեծ թիվ է կազմում, հետևաբար մենք կարող ենք նաև խոսել այդ համայնքի իրավունքների մասին եւ այդ իրավունքների ուղղությամբ որոշակի աշխատանք տանելու մասին։ Փաստերի ստուգումը ցույց է տալիս, որ Գերմանիայի եզդիների բնակչությունը Հայաստանի համայնքին գերազանցում է առնվազն 7 անգամ։ Իրաքում բնակչությունը եւս շարունակում է բավական մեծ մնալ։ Եզդիները բնակվում նաեւ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու ամերիկյան աշխարհամասի տարբեր երկրներում։ Հայտարարելու համար, որ Հայաստանում է գտնվում եզդիական ամենամեծ համայնքը, առնվազն պետք է ստուգել այս երկրներում նրանց բնակչության թիվը։ Միջազգային գործընկերներին սխալ տեղեկատվություն հաղորդելուց 3 ամիս անց, մայիսի 9-ին, վարչապետ Փաշինյանը բոլորի շնորհավորեց ոչ թե հայրենական պատերազմում, այլ երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի առթիվ։ Այսօր նշում ենք համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակումով, ավարտվել է 1945 թվականի սեպտեմբերի 2-ին եւ Ճապոնիան ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիրը։ Մայիսի 9-ին ավարտվել է հայրենական մեծ պատերազմը, խորհրդային զորքերի կողմից
խորհրդային զորքերի կողմից Բերլինի գրավումով եւ Գերմանիայի կողմից կապիտուլյացիոն ակտը ստորագրելով։ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն մայիսի 9-ին նշվում է հաղթանակի եւ խաղաղության տոնը։ Վարչապետ Փաշինյանը 2018-ից ի վեր ամեն մայիսի 9-ին ուղերձով դիմում է ժողովրդին։ 2018-ին նա ասում էր. Հայրենական մեծ պատերազմում էր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ 2019-ին Փաշինյանը նշում է. Մայիսի 9-ը խորհրդանշում է հայրենական մեծ պատերազմի ավարտը եւ մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը։ 2020-ին նա շնորհավորում է բոլորիս հաղթանակի օրվա կապակցությամբ եւ ընդգծում. 1945 թվականի մայիսի 9-ին մեր ժողովուրդը նախկին խորհրդային միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը։ 2021-ին Փաշինյանը շնորհավորում է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ 2022-ին էլ շնորհավորում է 77-րդ տարեդարձը։ Այս տոնը խորհրդանշում է երկրորդ աշխարհամարտի ավարտը եւ մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը։ Փաստորեն 2022-ից սկսած Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին խոսում է նաև երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի մասին։ 2023-ին նա շնորհավորում է բոլորիս երկրորդ աշխարհամարտում հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի առիթով։ Իսկ 2024 թվականի մայիսի 9-ին հայտարարում. Մենք նշում ենք երկրորդ աշխարհամարտում հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը։ Այս տարի Փաշինյանը ընդհանրապես չի հիշատակել հայրենական մեծ պատերազմի մասին, շեշտը դնելով համաշխարհային երկրորդ պատերազմում խորհրդային միության եւ արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի վրա։ Հաղթանակ, որն իրականություն է դարձել ոչ թե 1941-ի մայիսին, այլ սեպտեմբերի 2-ին։ Որքան մեզ հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ինքն է գրում իր ելույթների եւ ուղերձների տեքստերը։ Դրամաբանորեն դրանք ոչ ոք չի ստուգում, սակայն ցանկացած երկրի ղեկավարի խոսքում կարևոր են նաեւ մանրուքները։ Մայիսի 9-ին, երբ որ շնորհվում է հաղթանակի օրը, պետք է երկուսն էլ օգտագործվի՝ եւ երկրորդ համաշխարհային պատերազմ հասկացողությունը եւ հայրենական մեծ պատերազմ, առավել եւս մեր ժողովրդի համար էական նշանակություն է ունեցել հայրենական մեծ պատերազմ, որին մասնակցել են կես միլիոն հայեր, որոնց կեսը մոտարապես կեսը զոհվել են, անհետ կորել, գերի ընկել, գերության մեջ մահացել եւ հայրենական պատերազմն է մեզ համար եղել։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը առավելապես պետք է հիմնված լինի ստուգված փաստերի վրա։ Դա կարևոր է ցանկացած պարագայում, հատկապես երբ խոսքը վերաբերում է շատ զգայուն թեմաների, մեր կողքին ապրող ազգային փոքրամասնություններին, միջազգային հարաբերություններին եւ պատմական իրադարձություններին։ Պետությունների ղեկավարների ուղերձներն ու ելույթները այս պահին գրվող պատմության մի մասն են, իսկ պատմությունը պետք է ստուգված փաստերի հիման վրա գրվի։